Ընկերներ ջան, օրներս բարի, շատ շուտ տարածեք, երեխային տեսել են Գողթի ճանապարհին, Գեղարդի ճանապարհին 100%-անոց ինֆորմացիա, ավտոբուսի վարորդ ա եղել, ով որ տարել է երեխային, այդ կողմի իջացրել է, մեր ուղղությունը թեքինք այդ կողմի վրա, Գեղարդի, Գառնու այդ կողմերի վրա 100%-անոց ինֆորմացիա երեխային տեսել են, հələ որ այսքանը խնդրում եմ մեր ուժը, աշկերը, լսողությունը թեքենք այդ կողմերի վրա։ Ուրարակիր Թովմաս Արաքելյանը անդրադարձել է կորած Վահե Ապիկյանին, երեք համացանցում տարածվեցին լուրեր, որ կորել է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սուրբ Սարգսի եկեղեցում։ 29/07/26 թվականի առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու եւ չի բարձրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից։ Անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից եւ ցանկանում է դառնալ ճգնավոր։ Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթք կատարելու նպատակով եւ խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին եւ հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին։ Հայրիկ Տիգրան Ապիկյան 093 99 56 28, մայրիկ Գայանե Իլինա 077 05 19 72, եղբայր Սարգիս Ապիկյան 033 30 56 16։ Լավ, հարգելիներս, ուրեմն խնդիրը սրանում է կայանում։ Այս համարանիշով բարեկային ծառայության աշխատակիցները կանգնացրել են պատճառաբանելով, որ ես չեմ զիջել ինչ-որ մեքենայի։ Այսպես ցույց տամ, էսի ճանապարհը ես թեքվել եմ աջ ու իմ աջը բաց է։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի համար պիտի զիջեմ իմ ստրեջ գալացող մեքենային։ Հիմա խնդիրը սրանում է կայանում։ Մեր հարգելի բարեկային ծառայության աշխատակիցը ինձ ասում է, որ դուք ռեմեն գցած չեք եղել, բայց փաստացի ես ռեմենը գցած եմ եղել։ Ընտանիքիս հետ, նույն ընտանիքիս անդամներն էլ ռեմենները գցած մեր մեքենայով գնում ենք։ Հիմա սրանում է կայանում։ Ասում եմ կա փաստացի ապացույց, ասում է իմ խոսքն է։ Այսինքն իր խոսքը օրենք է, իմ խոսքը օրենք չի, մի վարյան էլի, ասում է իմ խոսքը օրենք է, նենց է դուս գալի, որ իմ խոսքը ոչ մի բան ասեք։ Դե ինձ փաստացի ապացույց ներկայացրեք, հարազատ, որ դուք տեսան նկարը հանել եք, որ ես ամրակապված չեմ։ Ճանապարհային երթևեկության ապահովման մասին օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասով բարեկային ծառայողի կողմից անձն աշխով հայտնաբերված իրավախախտումները ենթակային են արձանագրել։ Ես ասում եմ ձեզ, որ ձեր անձն աշկը ձեզ խաբել է։ Դուք չեք կարա 100 մետր հեռավորության վրա։ Հարգելի, ես վարչարություն եմ, դուք չեք մոտիկան, որ ես ձեր իրավունք պարտականությունները նույնիսկ ծանոթ եմ։ Հարգելիս, նայեք դուք 267 հոդվածներով ամրագրվում, որակարգման ժամկետների հետ կապված 15-օրյա ժամկետում վերադասակարգում, 30-օրյա ժամկետում վարչական դատարաններ։ Եթե կարիք գտնվի։ Հարգելիս, դուք ասում եք, որ անձեն աշկով արձանագրվածը խախտում է, չէ՞ համարվում բարեկային ծառայության նկատածը։ Անձեն աշկով նկատը։ Խախտումները ենթակային արձանագրել։ Այսինքն դուք ինձ կանգնացնելու ժամանակ մոտավորապես հեռավորությունը եղել է 70-ից 80 մետր։ Դուք այդ հեռավորության վրա փաստացի չեք կարող անձեն աշկով նկատեք, ամրակապված եմ թե չէ։ Հեռավորությունը շատ մոտիկ է։ Չէ, հիմա դուք փաստացի ինձ չեք կարողանում։ Դուք հիմա կարող եք նկարել, դա ձեր իրավունքն է, բայց ես վարչարություն եմ անում։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Ձեր վարչարության մեջ կոնկրետ այդ կետը շատ սխալ է։ Ես կխնդրեմ։ Ես համաձայն չեմ ու չեմ էլ ստորագրում։ Հրաժարվում եք քաղաքացի ստորագրելուց։ Հա։ Ձեր բանավոր կերպով կարող եք ձեր մեջբերում դիտողություններն անել, ունենք տեսախցիկը միացած։ Մեջբերում դիտողությունը ձեր տեսախցիկը միացած է։ Կոնկրետ այն կետը, որ բարեկային ծառայողը ասում է, որ իմ անձեն աշկով արձանագրած խախտումը համարվում է օրինական, դա շատ թերի կետ է։ Դա խնդրում եմ վերացրեք։ Շատ բարի, դա կարող եք վերադասել։ Որովհետև նենց է դուրս գալի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու խոսքը չի անցնում, բարեկային ծառայության աշխատակիցը, որը եւս Հանրապետության քաղաքացի է, իր խոսքը անցնում է։ Ուզում եմ իմանամ տարբերությունը, երկուսս էլ քաղաքացի են։ Խիեք դուք առավել, ես չէ։ Մենք ոչ մեկից առավել։ Բա առավել եք, հիմա ձեր խոսքը առավել է, անցնում է իմը չէ։ Ծառայություն կա։ Ծառայության ժամանակ դա ուրիշ է, երբ որ ծառայող եւ քաղաքացի հարաբերություններն է։
Եվ արանքում կա խախտում։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, դուք ինձ ամրագոտի։ Դուք ինձ ամրագոտու համար եք կանգնացրել։ Այո, ամրագոտու համար։ Բա եթե ամրագոտու համար եք կանգնացել, ինչի համար առաջին ամրագոտու խախտման համար չներկայացրեցիք, այլ ինչ որ մեքենայի, չգիտեմ, զիջման։ Այլ ասացի։ Երկուսն էլ ասացի։ Լավ, ենթադրենք։ Հաշվի առնելով, որ հեռու է մեքենան։ Հա։ Համաձայն եմ ձեզ, ասացի, չէ։ Ահա։ Հարց չկա, դա Դե հիմա կանգնացել ենք, Պողոսը չլինի, Պետրոսը կլինի։ Չեք կրել։ Ես կրել եմ, դուք մի ասեք, ես կրել եմ, ես ունեմ խոսքի իրավունք, ունեմ բարձրաձայնելու իրավունք, ես կրել եմ ու համաձայն չեմ ես ձեր խախտման հետ։ Օրինակը ստանում եք Սարյան։ Ես ոչ մի բան չեմ ստանալու։ Հրաժարվում եք օրինակը։ Հրաժարվում եմ։ Ես ես բարի ճանապարհ, դուք այս պահից համարվում եք պաշար ծանոթ Սարյան։ Տվեք իմ մեքենայի։ Եվ տեղեկացնեմ ձեզ, եթե իմ դեմքը, իմ անձնական տվյալները Դե ես այս մեքենայի համարները ես պետք է ներկայացնեմ բարեկային ծառայություն։ Դա ձեր իրավունքն է։ Հա, իրանք թող որոշեն։ Այկերով իմ եւ իմ գոլեգա։ Ես այդպես բաների հետ հավես չունեմ։ Ես պրոստը չեմ հարգում, որ իմ իրավունքը Ձեր իրավունքն է, ես էլ եմ ասում, ձեր իրավունքն է, եթե գտնում եք սխալա կայացը, կարող եք Ես չեմ գտնում սխալա, ես գիտեմ որ 100% էդի սխալա։ Աշխատեք այդ ձևի չծառայեք, էլի։ Ես չեմ զիջել ինչ որ մեքենայի։ Այսպես ցույց տամ, էսի ճանապարհը ես թեքվել եմ աջ ու իմ աջը բաց է։ Ես ուզում եմ հասկանամ, ինչի համար պիտի զիջեմ իմ ստրեժ գալացող մեքենային։ Հիմա խնդիրը սրանում է կայանում։ Մեր հարգելի բարեկային ծառայության աշխատակիցը ինձ ասում է, որ դուք ռեմեն գցած չեք եղել, բայց փաստացի ես ռեմենը գցած եմ եղել։ Ընտանիքիս հետ, նույն ընտանիքիս անդամներն էլ ռեմենները գցած մեր մեքենայով գնում ենք։ Հիմա սրանում է կայանում։ Ասում եմ կա փաստացի ապացույց, ասում է իմ խոսքն է։ Այսինքն իր խոսքը օրենք է, իմ խոսքը օրենք չի, մի վարյան էլի, ասում է իմ խոսքը օրենք է, նենցա դուզ գալի, որ իմ խոսքը ոչ մի բան ասեք։ Դե ինձ փաստացի ապացույց ներկայացրեք, հարազատ, որ դուք տեսան նկարը հանել եք, որ ես ամրակապված չեմ։ Ճանապարհային երթևեկության ապահովման մասին օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասով բարեկային ծառայողի կողմից անձն աշխով հայտնաբերված իրավախախտումները ենթակա են արձանագրվում։ Ես ասում եմ ձեզ, որ ձեր անձն աշխը ձեզ խաբել է։ Դուք չեք կարա 100 մետր հեռավորության վրա։ Հարգելի, ես վարչարություն եմ, դուք չեք մոտիկան, որ ես ձեր իրավունք պարտականությունները նույնիսկ ծանոթ եմ։ Հարգելիս, նայեք դուք 267 հոդվածներով ամրագրվում Որակարգման ժամկետների հետ կապված 15 օրյա ժամկետում վերադասակարգում 30 օրյա ժամկետում վարչական դատարանն է։ Եթե կարիքը գտնվի։ Հարգելիս, դուք ասում եք, որ անձեն աշխով արձանագրվածը խախտում է, չէ՞ համարվում։ Բարեկային ծառայության նկատածը։ Անձեն աշխով նկատած։ Խախտումները ենթակա են արձանագրվում։ Այսինքն դուք ինձ կանգնացնելու ժամանակ մոտավորապես հեռավորությունը եղել է 70-ից 80 մետր։ Դուք այդ հեռավորության վրա փաստացի չեք կարող անձեն աշխով նկատեք, ամրակապված եմ թե չէ։ Հեռավորությունը շատ մոտիկ է։ Չէ, հիմա դուք փաստացի ինձ չեք կարողանում։ Դուք հիմա կարող եք նկարել, դա ձեր իրավունքն է, բայց ես վարչարություն եմ անում։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Ձեր վարչարության մեջ կոնկրետ այդ կետը շատ սխալ է։ Ես կխնդրեմ։ Ես համաձայն չեմ ու չեմ էլ ստորագրում։ Հրաժարվում եք քաղաքացի ստորագրելուց։ Հա։ Ձեր բանավոր կերպով կարող եք ձեր մեջբերում դիտողություններն անել, իրենք տեսախցիկը միացնել։ Մեջբերում դիտողությունը ձեր տեսախցիկը միացած է։ Կոնկրետ այն կետը, որ բարեկային ծառայողը ասում է, որ իմ անձեն աշխով արձանագրած խախտումը համարվում է օրինական, դա շատ թերի կետ է։ Դա խնդրում եմ վերացրեք։ Շատ բարի, դա կարող եք վերադասել։ Որովհետև նենց է դուրս գալի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու խոսքը չի անցնում, բարեկային ծառայության աշխատակիցը, որը եւս Հանրապետության քաղաքացի է, իր խոսքը անցնում է։ Ուզում եմ իմանամ տարբերությունը, երկուսս էլ քաղաքացի են։ Խի եք դուք առավել, ես չէ։ Մենք ոչ մեկից առավել։ Բա առավել եք, հիմա ձեր խոսքը առավել է, անցնում է իմը չէ։ Ծառայություն եմ կան։ Ծառայության ժամանակ դա ուրիշ է, երբ որ ծառայող եւ քաղաքացի հարաբերություններն են։ Եվ արանքում կա խախտում։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, դուք ինձ ամրագոտի համար եք կանգնացրել։
Այո, ամրագոտու համար։ Բա եթե ամրագոտու համար եք կանգնած, ինչի համար առաջին ամրագոտու խախտման համար չներկայացրեցիք, այլ ինչ որ մեքենայի, չգիտեմ, զիջման։ Այլ ասացի։ Երկուսն էլ ասացի։ Լավ, ենթադրենք։ Հաշվի առնելով, որ հեռու է մեքենան։ Հա։ Համաձայն եմ ձեզ, ասացի, չէ։ Ահա։ Հարց չկա, դա Դե հիմա կանգնացել ենք, Պողոսը չլինի, Պետրոսը կլինի։ Չեք կրել։ Ես կրել եմ, դուք մի ասեք, ես կրել եմ, ես ունեմ խոսքի իրավունք, ունեմ բարձրաձայնելու իրավունք, ես կրել եմ ու համաձայն չեմ ես ձեր խախտման հետ։ Օրինակը ստանում եք Սարյան։ Ես ոչ մի բան չեմ ստանալու։ Հրաժարվում եք օրինակը։ Հրաժարվում եմ։ Ես ես բարի ճանապարհ, դուք այս պահից համարվում եք պաշար ծանոթ Սարյան։ Տվեք իմ մեքենայի։ Եվ տեղեկացնեմ ձեզ, եթե իմ դեմքը, իմ անձնական տվյալները Դե ես ես մեքենայի համարները, ես պետք է ներկայացնեմ բարեկային ծառայություն։ Դա ձեր իրավունքն է։ Հա, իրանք թող որոշեն։ Այկերով իմ եւ իմ գոլեգայի Ես այդպես բաների հետ հավես չունեմ։ Ես պրոստը չեմ հարգում, որ իմ իրավունքը Ձեր իրավունքն է, ես էլ եմ ասում, ձեր իրավունքն է, եթե գտնում եք սխալա կայացը, կարող եք Ես չեմ գտնում սխալա, ես գիտեմ որ 100% էդի սխալա։ Աշխատեք այդ ձևի չծառայեք, էլի։